Դուք կարող եք չզբաղվել քաղաքականությամբ, միևնույն է, քաղաքականությունն ինքն է զբաղվում ձեզանով։ Մոնտալամպերի հայտնի խոսքերը արդիական են գրեթե բոլոր ժամանակներում։ Ողջույն բարեկամներ, այսօր ձեզ հետ միասին մենք փորձելու ենք քննարկել, թե ինչ կարգավիճակում է գտնվում համայնքային կառավարությունը եւ հատկապես ավագանու ինստիտուտը այդ կառույցում եւ որն է նրա գործառույթը։ Նաեւ փորձելու ենք քննարկել կնոջ դերը տիմերում։ Որքանով է նրա դերը, ազդեցությունը, ինչպես նաև ներգրավվածությունը, որքան է կազմում եւ որքանով է օգտագործում կնոջ ներուժը տեղական ինքնակառավարման մարմիններում։ Թեմայի հետ կապված այսօր իմ հյուրերն են փորձագետներ Հրազդան քաղաքի ավագանու անդամ Մերձ Զաքարյանը, ինչպես նաև թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն, Ծաղկաձոր քաղաքի համայնքի ավագանու անդամ Արաքսիա Թադևոսյանը, Հարությունյան Ռուբենը, Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ավագանու անդամ, մասնագիտությամբ գյուղատնտես, եւ Համես Ստեփանյանը, Հրազդան քաղաքի նախկին 2 անգամ անընդմեջ ընտրված կին ավագանու անդամ։ Այսօր Համես Ստեփանյանը Հրազդան քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական տան գեղարվեստական բաժնի վարիչն է։ Առանձնակի ողջույն փորձագետներին եւ ողջունում եմ իմ հյուրերին, ովքեր ներկայացնում են հասարակական տարբեր ոլորտներ՝ մշակութային, քաղաքական, ինչպես նաեւ այլ ոլորտներ։ Եվ իմ առաջին հարցը, որին կարծում եմ պետք է պատասխանեմ մեր փորձագետներից, հարցը հղում եմ պարոն Զաքարյանին։ Պարոն Զաքարյան, ըստ ձեզ այսօր ինչ կարգավիճակում է գտնվում ավագանու ինստիտուտը, կայացած է այն Հայաստանում եւ որքանով է կայացած։ Պետք է ասեմ, որ ի տարբերություն նախորդ տարիների ամեն մի տարի յուրաքանչյուր շրջան համապատասխան զարգացումներով եթե նայում ենք ընթացքին, իհարկե առաջընթաց կա։ Եվ պետք է ասենք, որ այն բարձրացվող հարցերը նախկինում ամսի հարցերը չէին կարող բարձրացնել կամ ասպես ասած ինչ որ մի կտրված կար, որ չէին կարողանում, բայց այսօր ավագանին կայացած է եւ տարբեր սուր բնույթի անգամ հարցեր կարող են բարձրացնել եւ կարող են այդ հարցերի պատասխան ակնկալել։ Հիմա լուծման տարբեր ճանապարհներ։ Պարոն Զաքարյան, կայացած է։ Շատ բարի, ավագանու ինստիտուտը դուք համարում եք կայացած, իսկ որն է, ասենք հստակ, ավագանու գործառույթը եւ ղեկավարի, ինչով են դրանք տարանջատվում։ Արդյոք այսօր ավագանին համարվում է ղեկավարի, այսինքն տվյալ համայնքի գյուղապետ կլինի, քաղաք կլինի, կից մարմին, թե պարզապես առանձին գործառույթ, որը զբաղվում է իր գործառույթով։ Բոլորին հուզում է եւ միշտ այդպես էլ ավագանու մասին տարիներ շարունակ եղել այդպիսի թույլ կարծիք, թե կարող է դա քաղաքապետի մաս է կազմում կամ ավելի ճիշտ քաղաքապետը ինչ-որ հրամայք վերաբերում այն քաղաքական ավագանների մասին, որոնք իսկապես ավագանին ընտրված են ժողովրդի կողմից եւ մարդիկ կարող են եւ ժողովուրդը իրենց ընտրել է, որպեսզի գնան դեր հարց բարձրացնեն, բայց այնտեղ չեն ընտրել, որ գնան ինչ-որ պահանջներ ներկայացնեն կամ ինչ-որ մարդկանց խամաճիկներ կամ չէ, ինչտեմ կամակատար լինեն, այդպիսի բան չկա։ Այսօր իհարկե նույնիսկ կրկնում եմ կայացած է եւ տարանջատումը իհարկե կա, քաղաքապետը դավոպես ինքը իր համար իր հարցերն ունի, մենք մեր հարցերն ունենք եւ ավագանն իր ուժն ունի եւ իր հնարավորություններն ունի ինչ որ հարցեր բարձրացնել եւ այդ հարցերի պատասխանը ոչ միայն լուծումը գտնելը, այլ պարզապես պահանջելը, որ դա իր լուծումը ստանա անպայման։ Կարող է նաեւ այս հարցին պատասխանել պարոն Սարգսյանը, որպես ղեկավար, այդ տարանջատվում է ձեր ավագանների գործառույթը ձեզանից։ Ինչով։ Ես պիտի ասեմ հետևաբար, որպես երկար տարվա համայնքի ղեկավար աշխատելով, հանդերձ արդեն շուրջ 15 տարի աշխատում եմ։ Ես ինչ որտեղ չէի կիսի որոշ մեր հարգարժան ավագանու անդամի կարծիքները չէի կիսում, համապատասխան չէ, ասենք նրանով, որ ավագանները այսօր չեն վարձատրում ընդհանրապես։ Այստեղ կա սոցիալական խնդրի առարկայի հարց։ Երբ որ ավագանները ընտրվում են, բոլորը ասենք առաջարկում են, չէ՞։ Մեծամասնությունը, ասենք, մեծամասնությունը բնականաբար իրենց քաղաքական տեսանկյուններից կամ քաղաքական, բացի քաղաքական, նաև ասենք իրանց անձնական բաներով, ասենք, առաջադրվում են, գալիս են որպես համայնքի համար ծառայելու, աշխատելու։ Բայց գալիս են մի պատնեշի են դեմ առնում այդ ավագանները։ Երբ որ սոցիալական խնդիր կա, չեն աշխատում ոչ մի տեղ ավագանու անդամը, հա, եւ պիտի անվճար ավագանին հասարակական կարգով կարծես թե պիտի ամբողջ տարին աշխատի համայնքի համար, խնդիրները լուծելու։ Եվ այստեղ է որ խնդիրը առաջ է գալիս բնականաբար արդեն նյութական կամ սոցիալական խնդիրներ եւ որտեղ որ որոշակի ավականիներ, մեծամասնությունները, հա, որոշ հարցերում կողման մեջ են ելնում, ինչի՞ չէ համայնքի ղեկավարից բնականաբար այդպեսին է։ Դուք որպես համայնքի ղեկավար չեք երգում։ Ես ասեմ կախվածությունն ամեն դեպքում կա։ Բնականաբար ասենք, հիմա
մենք ինքներս պիտի քաջ գիտակցենք, որ սոցիալական խնդրի մեջ, հա, ամեն ինչը չի բացառվում, եւ կան ասենք համանքի ավականներ, որտեղ որ ասենք սոցիալական հարցերում ստիված են ինչ-ինչ քայլերով ասենք դիմել համանքի ղեկավարը իրավասու է ասենք լուծումներ տալու եւ արդեն իրանք կախման մեջ են եղել։ Բայց կան շատ ու շատ համանքի ավականներ, որոնք որ ասենք իրանք անձնական կարծիքներով, իրանք անձնական գաղափարներով, հա, նվիրված են իրանք համանքի ժողովրդի, համ պաշտպանում են ժողովրդի շահերը, համ էլ համանքի ղեկավարը սերտ համատեղ աշխատում են իշա գյուղի կամ քաղաքի զարգացման։ Շնորհակալություն պարոն Սարգսյան, հատկապես անկեղծության համար։ Ես ուզում եմ այս հարցին նաև անդրադառնալ մեր մյուս ավականու անդամները։ Ավականիները ոչ միշտ են կախվածության մեջ իրենց ղեկավարից։ Օրինակելի փորձ ես կարող եմ մեր համայնքը ներկայացնել, բազմաթիվ ավականու որոշումներ են կայացվում, որտեղ համայնքի ղեկավարը մեկ կարծիքի է, իսկ ավականին մեկ այլ կարծիքի։ Եվ այդ որոշումները ընդունվում են ի օգուտ ավականու որոշման։ Շատ հաճախակի դեպքեր այդպիսի կան։ Եվ ասեմ, որ ավականիների մեջ հիմնականում սկզբից, երբ որ գալիս են դեպի այդ ավականու կարգավիճակին, բոլորի մոտ այնպիսի տպավորություն է, որ այնտեղ գնալու են կախվածություն է լինելու, որևէ մեկի խոսքը լսելի չի լինելու, բայց սակայն այդպես չէ։ Երբ խոսքի մեջ իմաստ կա եւ ավելի խելացի միտք է, բոլոր այդպիսի մտքերը իրենց ավարտուն տեղը գտնում են։ Այո, եթե միտքը ճիշտ չէ, միտքը այնպիսին չէ, որ ելնում է ժողովրդի շահից եւ ժողովրդավարությունից, այդպիսի մտքերը իրականում տեղ չեն գտնում ոչ միտեղ։ Կլինի ավականունիստ, այլ որոշումներ, այնպես որ ես կարծում եմ, որ ավականու ինստիտուտը, ինչպես ասեց մեր գոլեգան, կայացած է եւ համայնքներում էլ ոչ միշտ է կախված։ Շատ բարի, ավականու ինստիտուտը համարեն կայացած այս դեպքում։ Իսկ որքանով են ավականու անդամները տեղեկացված իրենց պարտականություններին եւ պատրաստ դրանք կատարելու։ Թե նախընտրական շրջանում, թե ընտրությունից հետո։ Նախընտրական շրջանում չեմ հերքի ավականիների գրեթե 80%-ը չգիտեն իրենց պարտականությունների, անելիքների մասին, երբ որ հայտնվում են այդ ասպարեզում, այն մարդիկ, ովքեր ցանկանում են իրականում ժողովրդի շահերի համար աշխատել, իրենց ամբողջ կարողությունները ներդնել իօգուտ ժողովրդին, նրանք զբաղվում են իրենց գիտելիքներով եւ շարունակում են հասկանալ ինչի համար են կոչված։ Ժողովրդի համար ինչ պիտի անեն, ինչ կարող են անել, ինչ պարտականություններ ունեն։ Հետևաբար իրենք կարող են իմանալ, բայց ցավոք պիտի ասեմ, մեր ավականիների մեծ մասը իրենց պարտականությունները դեռ չգիտեն։ Պետք է պայմանավորված։ Պայմանավորված է ոչ ճիշտ ինֆորմացվելու, այսինքն ժամանակ պետք է տրամադրեն նույնիսկ համայնքի ղեկավարները, թեկուզ տարեկան 1-2 անգամ իրենց ավականիներին ճիշտ ուղղություն ցույց տալու համար ամենակիչը 2-3 անգամ սեմինար պարապմունքների միջոցով փորձագետ մասնագետներ հրավիրել, ծանոթացնել իրենց գործունեությանը եւ ավելի ճիշտ աշխատանքային ուղղություն ցույց տալ։ Սա ձեր սուբյեկտիվ կարծիքն է։ Եղավ։ Ես կրկին ուզում եմ անդրադառնալ մեր հյուրերին, թող արդեն հյուրերը իրենց կարծիքները հայտնեն, որքանով է այսօր ավականու ինստիտուտը կայացած, որքանով է ավականին իր գործառույթների մեջ։ Նախ շնորհակալություն հրավերքի համար, հարգելով մեր այսօրվա փորձագետների կարծիքը եւ հյուրերի կարծիքը արդեն արտահայտված, բայց ես տրամագծորեն լրիվ հակառակ կարծիք եմ ուզում արտահայտել ավականների ինստիտուտի հետ կայացման հետ կապված, այդ խնդրի հետ կապված, որովհետև ցավոք սրտի իրական արկա վիճակը լրիվ ուրիշ բան է ցույց տալիս։ Մենք կարող ենք հաճոյանալու համար այնպես չի, որ փորձում ենք շարունակ գորշ գույներով իրականությունը տեսնել, այնինչ որ կա մեր շուրջը կատարում է որևէ լավ բան, մենք կարողանում ենք դա բարեբախտաբար տեսնել, գնահատել, բայց կոնկրետ ավականու հետ կապված ես հեռու եմ այն մտքից, որ ավականների ինստիտուտը կայացված է եւ արդյունավետ աշխատում է տվյալ համայնքի, ասենք, ղեկավարի հետ, քաղաքապետը կլինի, գյուղապետը կլինի եւ այլն, որովհետեւ կոնկրետ փաստերով ես փորձեմ այս բանին խոսել, ասենք հրազդանային քաղաքն է, որտեղ արդեն 4 ընտրություն անընդմեջ, ընտրությունների արդյունքում քաղաքապետը մնում է նույն քաղաքապետը, նույն անձնավորությունը։ Եվ ընդամենը, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, 2010 թվականին նախագահի վերահսկողական ծառայությունը, երբ որ Հրազդան քաղաքում ամբողջ Կոտայքի մարզում ստուգումներ անցկացրեց եւ Հրազդան քաղաքում անցկացրեց ստուգումներ 4500-ի մոտիկ, սենց եմ հիշում,
հողատկացումներ էր կատարվել առանց ավականու որոշման։ Փող կայացած է այս ինստիտուտը, աշխատում է, կոնկրետ փաստ եմ բերում։ Ոնց է տեղի ունեցել դա։ Ավականին դա այն ինստիտուտն է, այն կառույցն է, որը ըստ էության պետք է նաև վերահսկի քաղաքապետի, համայնքապետի գործողությունները։ Ես նշում եմ 4 անգամ ընտրված քաղաքապետի հետ աշխատել են մարդիկ, որոնք որ մի քանի անգամ անընդմեջ ավականի են ընտրվել։ Ցույց տվեք ինձ հրազդանում մի արձանագրություն, մի փաստաթուղթ, որ շոշափելիորեն ավականին, տվյալ օրվա ավականին, տվյալ նիստում, տվյալ բանով հակադարձել է քաղաքապետի առաջարկին կամ բյուջեի, չէ՞ որ ավականի նաև բյուջեն է վերահսկում։ Այո, որ փոփոխություններ են մտցվել, չկա, սա խոսում է անկատարության մասին։ Ես կրկին անդրադառնամ մեր փորձագետներին, այս անգամ խոսքը տանք պարոն Հարությունյանին։ Պարոն Հարությունյան, ինչպես է վերահսկվում ավականների աշխատանքը, ով է վերահսկողը։ Որպես ավականիները վերահսկելի չէ։ Մի անգամ այս ասեմ դա։ Ավականին ինքը ներկայացական մարմին է։ Ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներ են։ Եթե մենք կանոնակարգով նայում ենք, նա իրականացնում է ժողովրդի կողմից ժողովրդի շահերը պաշտպան։ Համայնքի բարեկեցության բարձրացման համար, այդ խնդիրները իրականացնելու համար օրենքի սահմաններում կատարում է ժողովրդի իշխանություն տվյալ համայնքում եւ տնօրինում է սեփականությանը տվյալ համայնքի սեփականությանը այս բաները արդեն ինստիտուտիան ուշում են որ ավականին ինքը ինքնուրույն մարմին է նա գյուղապետից կախման մեջ չի բայց մի տարբերություն կա որ ավականիները պետք է լինեն խելացի բանիմաց գործունյա մարդիկ ինչ վերաբերում է ավականու կայացման որպես ինստիտուտ նա օրենքով տրված կա մնում իրագործելը կատարելը դրանք էլ կապված են ավականից իրենք պետք է անեն իսկ եթե իրենք չեն անում ումից են պահանջում ուշ միտից լսենք Համես Ստեփանյանի կարծիքը նախ շնորհակալություն նախկին ավականու անդամ լինելով հանդերձ ես ուզում եմ մի փոքր հետադարձ հայացք ձգել անցյալի վրա, հետո նոր անցում կատարել արկայի ներկա արդի ժամանակահատված։ Սկսենք նրանից ավականու ինստիտուտը կայացած է թե ոչ։ Միանշանակ կարող եմ ասել, որ ոչ լիարժեք։ Ունի առաջնային որևիցե կետեր, ենթակետեր, բայց ասել, որ ավականու ինստիտուտը կայացած է, ես միանգամայն հերքում եմ։ Սկսենք այնտեղից, ովքեր են դառնում ավականու անդամներ։ Երբ որ այսօր ավականու անդամը նույնիսկ բժշկական տեղեկանք չի ներկայացնում ինքը ինչ վիճակում է գտնվում առողջական, ինչպիսի վիճակում է, իրավունք ունի այդ կառույցում աշխատելու թե ոչ։ Սկսենք նրանից, ինչ կրթական ցենզ ունի, ինչ փորձ ունի, միջավայրում ինչպիսին է նա, ինչպես է դրսևորվել մինչև այդ։ Իսկ դրանք բոլորը ինստիտուտի մեջ բացեր են, որովհետև դեռ մենք ունենք չկայացած ավականու ինստիտուտ։ Ավականում պիտի լինի հակակշիռ ուժ, ավականում պիտի լինի այո տարասեռություն, ինչու՞ չէ, ինչու է թվում թե ավականում ընդգրկված կանայք այնքան զբաղված են, որ չեն կարող աշխատել, ոչ, եթե գնում ես աշխատելու, կարողանում ես, եթե ցանկանում ես աշխատել, գտնում ես միջոցներ, եթե չես ցանկանում, գտնում ես պատճառներ։ Լավ, այստեղ մենք թե մեր փորձագետները, թե մեր հյուրերը փորձեցին որոշակի չափով ներկայացնել, թե ինչ բան է ավականին։ Ես կարծում եմ բոլորիս էլ հիմա հետաքրքիր կլինի նայել մեր հարցումները, որոնք արվել են պատահական մարդկանց շրջանում եւ տեսնել մեր ազգաբնակչությունն ինչ կարծիքի է, որոնք են ավականու գործառույթները ըստ նրանց։ Ավականու գործառույթը որպես այդպեսին, գիտեք, որոնք են նրա պարտավորությունները, ֆունկցիաները։ Դե թղամասի երևի ժողովրդի պահանջները, լսի, կատարի։ Ավականները կարող են ժողովրդի ձայնը հասցնեն քաղաքապետարան։ Ավականու գործառույթը համապատասխան որոշումներ ընդունել քաղաքի տնտեսության զարգացման, քաղաքի բարգավաճման, քաղաքի տարածքի մակրազարդման, մաքրման, բյուջեի հաստատման,
Եվ մնացած ժողովրդի ցանկությունները, ընտրողների ցանկությունները իրականացնելու համար։ Ես ոչ մի գաղափար չունեմ նրանց գործառնության մասին։ Պետք է այդ քաղաքի գործերով էլի զբաղվեն։ Քաղաքապետը առանց ավականու ոչ մի որոշում կայացնելու իրավունք չունի, օրինական իրավունք չունի։ Հարկավոր է նիստ գումարել, նիստի ընթացքում ցանկացած որոշում քննարկել եւ միայն մեծամասնության որոշումով կարելի է իրավունքը, այսինքն նման օրենքը, ինչ որ ընդունում են, ինչ որ ցանկանում են իրագործել, կատարեն ավականու օգնությամբ։ Հենց այս նույն ազգաբնակությունն էլ ընտրել է իր ավականիներին։ Ուզում եմ հասկանալ, որքանով է ավականին այսօր այդ ներդաշնակ կապը պահպանում ազգաբնակության հետ։ Ինչ է կարծում, պահպանվում է այդ կապը, փոխադարձ։ Ինչպես չի պահպանվում։ Եթե մի համայնքում ես դու ապրում, ամեն օր առնչվում ես տվյալ համայնքի բնակիչների խնդիրներով, եւ ամեն մի բնակիչ բնական իրենը, եւ տնտեսական, եւ սոցիալական, եւ նաեւ ինչ է քաղաքական հարցեր ունի։ Բարձրացնում է ավականուն, ավականին այդ բաները ներկայացնում է ավականու նիստերին։ Այդ հարցերը քննարկվում է եւ կայացնում է շատ դեպքերում որոշումներ։ Եվ նաև ոչ միայն այլ, այս ասենք սոցիալական հարցեր էլ մարդուն օգնության հարց։ Մարդը կարիքավոր տեսնում ես, որ բնակիչներից որևէ մեկը սոցիալական կարիքների մեջ է։ Շատ անգամ որպես ես ավականի, եթե հարցը բարձրացրել են եւ սոցիալական նրան եւ նյութական, եւ բարոյական, եւ բան խրախուսվել է եւ օգտվել է։ Դուք որպես ավականու անդամ փաստորեն ձեզ դիմում են ազգաբնակիչներից։ Երկեր, դիմում են շատ անգամ, այդպես որ չի եղել, որ ինձ ասեն բնակիչներից որևէ մեկը որևէ հարցով, եւ հողային հարցով, եւ տնտեսական հարցով, եւ ես ուզում եմ դա բանապես հարցով դիմում են։ Շատ բարի, ես ուզում եմ դահլիճի կարծիքն իմանալ։ Ավականու նիստեր են լինում, պարբերաբար։ Կուզենայի իմանալ, մասնակցում եք արդյոք ավականու նիստերին եւ որ հենց կապը ձեր ավականու հետ պահպանվում է։ Դու ասա, որ մեզ մոտ ավականին բացի իր հերթական նիստերը, որ անցկացնում են նիստեր, նաև ընդունելության օրեր ունի ազգաբնակության հետ կապված, իր աշխատանքային սենյակ ունի մեզ մոտ, հա։ Բնակիչները, ասենք, նախատեսած ժամկետներում, ասենք, այցելում են, գալիս են հանդիպումների, եւ քննարկման արդյունքում առաջացած հարցերը ներկայացում է համայնքի ղեկավարին, համայնքի ղեկավարը քննարկում են, այնպես որ ես էլ համամիտ եմ Տիկին Ասլիկ Ստեփանյանի հետ, որ կայացած, կարելի ասել 50%-ը դեռ կայացած, այդքան էլ լավ չի կայացած ինստիտուտ ավականում, բայց ի շնորհիվ ասեմ ձեզ, որ մեր կոտայքի մարզը որոշակի շատ մարզերից շփվում եմ, ես կասեմ, որ համատած ուրիշ մարզեն մեր կոտայքի մարզում ավականու ինստիտուտը որոշակի առաջխաղացում կա կայացման հետ կապված։ Դա ինչից է գալիս, դա գալիս է մեր տարածքային կառավարման, մեր մարզպետարանի, հա, աշխատանքների մարզպետարանի բաժնի ղեկավարության հետ համատեղ համագործակցությունից աշխատանքներից։ Ես պարզ եմ ասում, այստեղ թող չթվա, մենք այստեղ հավաքվել ենք ավականու գործունեություն ենք քննարկում, մենք չենք քննարկում գլոբալ խնդիրներ, ընդդիմադիր կամ իշխանական թևեր այստեղ թերություն արեցինք, ընդ թերություն չարեցինք։ Մենք եկել ենք քննարկում ենք ավականն ինչ դեր ունի, ինչ խնդիրներ լուծում, ինչ հարցեր լուծում։ Սա է խնդիրը։ Ես ներկայացնում եմ Սոլակ համայնքը, մեզ մոտ պարզ ասում եմ, իմ համայնքի ավականները 7 են ընտրվել, 7-ից 5-ը ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ են։ Երկուսն էլ որ մեկը հանրապետական է, մեկը օրինակ ձերքի կուսակցությունից է։ 5-ը ընդդիմադիր դաշտի ներկա, բայց մենք շատ արտակարգ իրար հետ աշխատում ենք, ավականին իր ֆունկցիաներ ունի կատարելու իր գործունեությունը, գործառույթները, համայնքի ղեկավար իրան եւ ցանկացած խնդիր համատեղ քննարկում ենք։ Ես մի քիչ առաջ իմ խոսքերի մեջ նշեցի, որ որոշակի ավականներ կան, որոնք որ սոցիալական ինչ-ինչ խնդիրներից ելով բնականաբար որոշակի կախման մեջ են լինում իշխանական թևերից։ Այո, այստեղ ես կառաջարկեի, որ ավականու ինստիտուտը որից ավելի ռեալ կայանա, ավելի ստացիոնար լինի, ավելի ճիշտ լինի, կառաջարկեի, որպեսզի ավականու անդամը իրականում պիտի վճարվի, աշխատավարձով պիտի լինի, որպեսզի նա գա նստի իր աշխատանքային սենյակում, աշխատի, պաշտպանի լիարժեք ազգաբնակության շահերը։ Ես կառաջարկի, որ ես մեր քննարկումի մեջ երևար, որ ասենք առաջարկություն անենք, որ ավականին հետագայում թեկուզ մյուս տարիների ընթացքում պարտադիր պիտի վճարովի ծառայություն լինի, աշխատանք լինի, վճարվի նստի աշխատի, որ հակակշիռ լինի համայնքի ղեկավարների հետ։ Քիչ չես տանում պատգամավորներ, բայց մենք երբ նայում ենք այդ դահլիճները, դա եւ մեկը մեկի փոխարեն տնօրենը ասել որ այդ ամբողջ սովետության այսպես ասած կառույցները տնտեսական, քաղաքական տեսել եւ ժամանակի ընթացքում կարծես թե սովետությունը կրկնվում է հիմա։ Հիմա այ ավականներ ասում են, ավականներ են խոստովանեցին, որ ավական են դառնում, չգիտեմ ուր են գնում։ Այսինքն ավականի դառնում է ԿԶԲ-ով, խնամի, ծանոթ բարեկամ ոսեր սովետ միության ժամանակից։
Այս է որ Կանայք տեսեք դիստանսը։ Ամեն խնդիրը մարդկային Ոչ բոլորն են այդպես գնում են չի գնում։ Օրինակ ամենը օրինակ չի ինտերպրետացիա անգամ բավականին ստացվում է մարդիկ դեմ են եղել։ Ինչ անշանս դականը խտբն շատ 4 անգամ չեր ընտրվի։ Ասկը դրա որ խապեբայությունը հիմա այդ հարցին ուզեմ պատասխանել։ Մի հարցի կապակցությամբ ներողություն։ Խտբի շատություն նրա եղանակությամբ Դուրս նշանակում է այդ բան հարցի մեկնաբանությունը պետք է ծավալուն ամբողջ ծավալուն բանգրկումներ ունենա, որ բանը բարձր լինի, որ իմանա թե ինչի մասն է խոսքը, ասկը որտե մտածում ես ուրիշ բան։ Հետո մարդը ինքն էլ մտածում է ուր է գնում եւ ինչի համար է եկել, ինչի համար է գնում ավականու անդամ է դառնում, ինչի համար դա չէ։ Եվ ոչ մեկ իրեն որ չի ստիպում ասում դու գնա դարձի, որովհետեւ իրեն փող տան կամ չտան, աշտավար տան կամ չտան։ Ուրեմն ես գիտեի, որ ամեն անգամ ես որ դրել եմ թեկնածությունը, որ պետք է ընտրվեի, ասկը մտածում էի, որ փող չեն տա, աշտավար չեն տալիս, գիտեմ որ չեն տալիս, չէ, բայց գիտենք ինչի համար են գնում։ Գնում ենք օգնելու համար։ Հիմա ես այդ հարցին ես մի քիչ ուզում դրամ վրա կանգ առնել։ Այն որ ժողովուրդը դիմում է, աշխատում, այո, այսօր ես դպրոցի տնօրեն եմ, մեծ հսկայական դպրոցի տնօրեն։ Եվ պետք է ասեմ նաև բազմաթիվ բանը խնդիրների հետ միասին ներդպրոցական, արտադպրոցական, մանկավարժական, ուսուցչական տարբեր խնդիրներ, որ ուզում են մեր իմ աշխատանքի հետ կապված, միաժամանակ նաև ես աշխատում եմ բավականին հարցեր եմ լուծում, հարցեր եմ բերում մեր քաղաքապետարան, ասենք ավականուն նիստերին եւ տարբեր հարցեր կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, սկսած տանիքների վերանորոգումից դուրս եկած ջահրացման կամ ջրի եւ բազմաթիվ հարցեր, որ քաղաքացիները գալիս են եւ ինձ մոտ կաբինետ այմ առանձնասենյակ են գալիս եւ դրսում են հանդիպում եւ հեռախոսազանգերով են ահազանգում տարբեր հարցերի մասին, որ կարող են բարձրացնել եւ այդ ակնկալ ոչ միայն ակնկալ, այլ ստիպել պահանջել, որպեսզի այդ հարցերը լուծվեն, լուծում ստանան։ Ու բազմաթիվ օրինակներ կարող են բերել դա։ Շատ բարի բան, սակայն Տիկին Նահապետյան դուք ասելիք ունեիք։ Նախ ցանկանում եմ ասել, որ միանգամից ոչ մի ինստիտուտ կայացած չի եղել։ Ինստիտուտները կայանում են որոշակի ժամանակաշրջանի եւ իհարկե որոշակի աշխատանքների միջոցով։ Եվ խոսքս անմիջապես իհարկե վերաբերում է ավական ինստիտուտին, համենայն դեպս մեկ ընտրությունից մինչև հաջորդ ընտրությունը այդ ժամանակահատվածում մենք հսկայական դրական փոփոխություններ նկատում ենք եւ զգում ենք այդ աշխատանքների մեջ։ Ես ուզում եմ մի հարց տալ պարոն Պետրոսյանին, Կոտայքի մարզի կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ։ Պարոն Պետրոսյան, ինչ խոչընդոտների են հանդիպել դժվարությունների կանայք, հատկապես նախընտրական շրջանում։ Ես նայել եմ հանրապետական ցուցանիշներ, որ կանայք չեն առաջադրում։ Պատկերացնում եք 6650 հավաքանու տեխնատուներից, որ դրել էին, ընդամենը 8%-ն է եղել։ Եվ այդ 8%-ից հետո երբ ընտրությունները ավարտվել են, կան կանայք, որոնք հրաժարվել են իրենց աշխատանքը շարունակել համայնքի տեղական մարմնում։ Ու մեր մարզում աճում շատ աննշան է կանանց հավաքանու անդամներվելու առումով, բայց դինամիկա գոյություն ունի անցած տարիներին, ու այստեղ գիտեք ինչն է կարևոր, որ անհավասար պայմաններ են լինում։ Այստեղ խոսքը ավելի շատ քաղաքականացված խնդիրներ են, կուսակցական խնդիրներ են։ Զարմանալի բան է, որ իրավունքների առումով ավականու անդամ կանայք ավելի շատ հոգսաշատ են, իրենց համար դժվար է իրապես հավասար պայքարի մեջ մտնել։ Բոլորս գիտենք ինչ եռանդուճանք են գործադրում, ասենք քաղաքացիների համագրանքը գրավելու, նաև որոշակի նյութական լուրջ միջոցներ ներդնելու համար։ Եվ բնականաբար նախաբանությունը սովորաբար բնակչությունը տալիս են, ռոները տալիս են տղամարդկանց, որտեղ տղամարդիկ տիրապետում են որոշակի ռեսուրսների, բիզնես ունեն, նաև իրենց միջավայրն են ստեղծել։ Անցնենք մեկ այլ խնդրի, որքանով է կին ավականու անդամների դերը կարևոր ավականու կառույցում։ Ես երկու անգամ եմ ընտրվել, երկրորդ անգամ եմ ընտրվել, եւ դա ճիշտ բան է։ Հենց պահվածքը, կոռեկտ պահվածքը լիստերում կնոջ ներկայությունը բավական է բարձր լինելու, որտեղ հարցեր են առաջանում, նույնիսկ գյուղապետի հետ ավականին մեզ մոտ օրինակ շատ վիճաբանություն է եղել, կոնֆլիկտ, հակասություն է նույնիսկ, իսկ դա եթե կինը ներկա լինի, դա չի լինի։ Կուզեի հատկապես ասեք, որտեղ է կնոջ ուժեղ կողմը երևում եւ որտեղ տղամարդու։ Իսկապես ես էլ գոհունակից եմ նրան, որ կանանց դերը շատ մեծ է։ Իսկապես կարևորում եմ դա
կանայք, որ պիտի եւ որպես ավականի անդամներ եւ լինեն ազգային ժողովի պատգամավորներ եւ այնտեղ որտեղ կին եւ ես իմ կարծիքով եմ ասում, որ ավելի շատ իրենք են սուր հարցեր բարձրացնում։ Ես անկեղծ անում եմ դա, անկեղծորեն եմ ասում, ավելի շատ սուր հարցեր, ավելի մեծ քանակությամբ, քան թե մյուսները։ Ես այժմ մենք աշխատել ենք, համեստ միասին աշխատել ենք, բավականին սուր հարցեր են բարձրացնում, հատկապես կանայք, որ ասպես միցակ անվախ են հանդես գալիս, առանց որևէ ինչ-որ բաների չէ, կարողանում են ակտիվություն են ցուցաբերում, տարբեր տարաբնույթ հարցերի, ոչ միայն կոնկրետ իրենց թաղամասում, որտեղ իրենք ընտրվել են, այլ ընդհանրապես ամբողջ քաղաքի առումով բոլոր հարցերը, քիչ հրաժարվում են գործառույթների մասին, եթե քաղաքապետարանի ավականու անդամ եմ, ուրեմն նշանակում քաղաքի կառավարմանը, ղեկավարմանը վերաբերող բոլոր հարցերին մասնակից է եւ դրա հիմնական գործողության հարցերի գործողության մեջ նորները դա հենց ավականու անդամներն են։ Ես ուզում եմ Տիկին Ստեփան պատասխան եղել են դեպքեր, երբ ձեր կին լինելու պատճառով միայն այն հանգամանքը, որ կին եք, ձեր առաջարկած խնդիրը չի լուծվել։ Երբ որ կին քաղաքական գործիչը սկզբունքային է լինում, ու երբ առաջնային պլան մղվում է հասարակական շահը, չեմ կարծում, որ հաջողություն չլինի։ Ես էլի եմ ասում, անպարկեշտ չթվա, բայց ես կարողացել եմ անգամ հանրապետության նախագահի մասշտաբով հարցեր լուծել, իրատիկնոջ գրասենյակի մասշտաբով, տարաբնույթ մասշտաբով հարցեր, երբ որ զգացել եմ, որ դրա անհրաժեշտությունը խիստ կա այլ մարդկանց մոտ, ովքեր ինձ վստահել են, եւ երբ որ ես զգացել եմ, որ ես կարող եմ, սկզբունքայնությունը շատ մեծ դեր է խաղում, 1. Իհարկե արճակատումներ են լինում, եղել են դեպքեր, երբ արճակատման եմ անգամ գնացել։ Ներկա ավականի կին անդամը ինչ կասի։ Ես ընդհանրապես կավելացնեմ հետևյալը, որ սկզբունքային կանանց մասին, այո, համաձայն եմ, եթե սկզբունքային են իրենց խոսքը իրենց տեղը գտնում են, բայց ավելին ասեմ, ավականիների մեջ կնոջ խոսքը ավելի շուտ է, կին ավականու խոսքը ավելի շուտ է ընդունվում, եւ փորձից կարող եմ ասել, ավելի փակագծերը չբացեմ, ավականի նիստերի ժամանակ որոշում էր կայացվել նոր աշխատատեղի ընդգրկման հարցով վառ օրինակով, բոլորը կողմ էին, որ տվյալ աշխատատեղը ստեղծվի եւ այդ աշխատողը պիտի աշխատի, սակայն ես միայն ինքս դեմ եմ եղել, որից հետո մեր մյուս ավականիների գոլեգաները խնդրեցին բացատրել, թե ինչու համար ենք դեմ։ Բացատրեցի, այնպես ստացվեց, որ ընդամենը 15 րոպե հետո մեր մնացած 6 ավականիները իրենց որոշումը փոխեցին եւ 7 դեմով նաեւ այն դեպքում, որ համայնքի ղեկավարը կողմ էր այդ որոշմանը, 7 դեմով չընդունվեց որոշումը։ Այսինքն մենք ինչպես ասեցին բարեկամ այլ հասկացություններին դեմ ենք։ Մեր որոշումների մեջ չկա, եթե ղեկավարը մայրն է, ուրեմն պիտի աղջիկը այդտեղ աշխատի, եթե ղեկավարը մեր որոշումները բոլոր ավականիների կայացվել են ի օգուտ ժողովրդի, ի օգուտ մեր ժողովրդավարության, համենայն դեպս մինչև այսօր առճակատում չեմ հանդիպել որոշումների հետ կապված, ուրախությամբ կարող եմ ասել ձայնը լսելի է դարձել։ Ինչ են կարծում հյուրերս եւ վերջի կին թե տղամարդներ անձ որոշումներն արտացոլում են հանրային շահերը։ Պետության կառավարման մեջ օր-օրի պետք է կնոջ դերը մեծացնել, բայց դա պետք է անել շատ բնականon ձևով, շատ ճիշտ ձևով, առանց արհեստական խթանիչների։ Փառք Աստծո այսօր կնոջ դերակատարությունը համեմատած ասենք 5-10 տարվա առաջվա Հայաստանում բավական առաջ է գնացել, մեծացել է։ Ես հարցին կուզենայի այլ տեսանկյունից նայել եւ ներողություն խնդրելով բոլոր բարեխիղճ ավականու անդամներից, որոնք որ իրենց պարտականությունները տվյալ համայնքում ճիշտ են կատարում, բայց ես նորից ուզում եմ ուշադրություն դարձնենք արկա փաստացի իրավիճակին։ Այնպիսի ավականու մակարդակ ես ընդհանուր եմ ասում առանց անուններ շեշտելու, չնայած կարող եմ նաև անուններ շեշտել։ Ինչ կարող է անել ըստ էության կին ավականին այդ ստեղծված իրավիճակում։ Այսինքն նորից առանց քաղաքականացնելու գալիս ենք հանգում ենք նորից այն կետին, որ խորքում է խնդիրը, խորքային է խնդիրը։
պետք է երկրում առաջին հերթին փորձենք կարողանալ կատարյալ օրենսդրական վիճակ ունենալ, որ կանայք, երիտասարդ աղջիկները, հասուն կանայք, ինչու՞ չէ նաև համարձակություն եւ ցանկություն ունենան մտնելու այդ կառավարման դաշտ։ Այսինքն մենք կանանց պետք է տանք այդտեղ հնարավորություն ճիշտ աշխատելու, ճիշտ գործելու։ Պարոն Մեսրոպյանը շատ լավ բան ասաց, որ կնոջ համար իսկապես դժվար է մտնել քաղաքական դաշտ ու պայքարել մի քանի ճակատով։ Ես հիմա հարցը սղվում եմ տղամարդկանց։ Ով կցանկանար, որ իր կինը, իր քույրը, իր ընտանիքի անդամը, կինը, էակը մտներ քաղաքական դաշտ, ավականու ինստիտուտ, ավականու կառույցի մեջ։ Ուրեմն նախ եւ առաջ ասեմ, ես կնամեծար մարդ եմ, բայց կատեգորիկ դեմ եմ կնոջը քաղաքականության մեջ տեսնել։ Բացատրեմ ինչու, հիմա կասեք, ու ես համոզված եմ այսօր, կանայք գործունեությունը պետք է լինի իր մայրության մեջ հիմնականում։ Միայն մայրության։ Այնտեղ, որտեղ տղամարդ չկա, խնդրեմ կնոջը պետք է ճանապարհ տա։ Եթե այստեղ լիներ քաղաքական կայացած ինստիտուտ, հակապ չունի ավականունը կլինի կամ մեկ այլ։ Եթե քաղաքական ինստիտուտ չկա ժողովրդի մեջ քաղաքական ինքնագիտակցության մակարդակ որոշակի, որը կապահովել նրա գոնե կտաներ նրան, որ քիչ թե շատ կբարելավել ամեն ինչ եւ կգնար ավելի լավը դեպի։ Դրա համար ես ինքս գուցե ունեմ պոտենցիալներ, հա, քաղաքականություն մտնելու որոշ ժամանակ, չէ, ասեք թե ես ունեմ լիցեության որոշակի լիցեության հակում կամ կամ ունեմ համապատասխան կրթություն կամ մի խոսքով ունեմ տվյալներ, բայց ես երբեք որպես հայ աղջիկ, հայ կին, ես չեմ պատկերացնում ինչպես կարողանամ օրինակ այդ միջավայրին հակադարձել, ես կամ պիտի դառնամ տղամարդ, կամ պիտի հետ քաշվեմ ուղղակի, շատ դժվար է իրականում կին քաղաքական գործիչ լինելը Հայաստանում, իսկ ում մոտ դա հաջողվում է, ես միայն ծափահարում կեց եմ իրենք, որտեղ ինձ շատ ուժեղ եմ։ Ես կասեմ միայն մի բան, մենք պարզապես սովոր ենք, որ տղամարդիկ միշտ հարթում են ճանապարհը մեզ համար, սարքում են ամեն ինչ լավ, անթերի, եւ մենք արդեն կանայք կարող ենք մասնակցել, կարող ենք քաղաքական դաշտ գտնել, իսկ ինձ թվում է, որ շատ դեպքերում կարող ենք մենք սկսել այդ անբարոյական հասարակությունը ինչ որով սարքել բարոյական։ Ես հանդես եմ գալիս որպես դեմ, որ կինը կարող է պաշտոն վարել եւ այլ, ասեմ ինչու, որովհետեւ կինը որպես այդպեսին դեռ ունի հենվելու հակ։ Ասենք ինքը սիրում է հենվել հենակետն, որպեսզի կարողանա հանդես գալ, որ ինքը ինքնուրույն կարողանա ձևակերպել եւ ինքնուրույն հենվելու այդ հակումը վերացնի իր մեջ, այդ դեպքում կարողանա եւ ղեկավարել եւ այդպես հանդես գալ։ Առաջարկում եմ դիտել մեր հեռուստատիտողների, մեր բնակիչների կարծիքը ավականու թերությունների հետ կապված։ Մենք տեսանք գործառույթները, իսկ այնուհետև նորից կանդրադառնանք կնոջ դերը տեղական ինքնակառավարման մարմիններին։ Քաղաքի վիճակին նայելով կարող եմ ասել, որ բավարար աշխատանք չեն տանում։ Հույս չեմ ունեցել, ոչ մի հարց։ Ավականու թերությունից մի խոսացեք։ Ոդից գլոսա թերությունը։ Ոչ մեկը չի գալի ասես ինչ կբարեկարգվի, այս բանը կլինի բնակարանների ինչ որ բար ստեղծեն, որ մարդիկ իրանց հոգսերը իմանան, թե ինչ հոգս ունեն։ Ես կուզեի ամեն ինչ արվեր միջին խավի համար, ովքեր փող չունեին եւ չէին կարողանում ապրեին։ Ցավոք սրտի մեր ավականին ինչ պարտականությունները երևի իրենք էլ չգիտեն եւ չեն էլ կատարում։ Եթե կատարեին, մենք ավելի լավ վիճակում կլինեինք, մեր քաղաքը նույնպես։ Ինչ անենք, որ այս թերությունները, թերահավատությունը մարդկանց կողմից վերանա, ավականին ինչ անի այս դեպքում։ Պարոն Զաքարյանը նշեց իր խոսքում, որ բազմաթիվ դեպքեր կարող է նշել, փաստեր բերել, որ իր ընտրողների հետ կենթանի կապի մեջ է եւ իր աշխատանքը արդյունք տալիս է, արդյունավետ է գնահատում իր ընտրողների հետ, բայց ինչու ունենք այսպիսի պատկեր մյուս կողմից։ Իմ մասնավոր կարծիքով խնդիրը նրանում է, որ լավագույն դեպքում ընտրված ավականին, բարեխիղճ ավականին, ավականու անդամը կարողանում է շատ փոքր տեղային կենցաղային խնդիրներ լուծել
լավագույն դեպքում։ Եվ չենք տեսել, նորից եմ կրկնում, 4 անգամվա այս անընդմեջ գործընթացի մեջ ընտրություններից հետո եւ առաջ աշխատանքային այդ տարիների ընթացքում ես հիշեցրեք միգուցե ես վատ եմ հիշում, տեղեկացված չեմ, որ քաղաքի ավականին, քաղաքի կյանքին վերաբերող գլոբալ որևէ խնդիր է դրել, լուծել կամ ինչ-որ հարցի խառնվել է։ Այ արդեն տարի ու կես, 2 տարի եղավ, շատ կենսական կարևորության խնդիր, որ հասարակական հնչեղություն է ստանում Հրազդան քաղաքում, երկաթի հանքի խնդիր է։ Որևէ անգամ քաղաքի ավականին, քաղաքապետի հետ այս հարցը կենթանի քննարկման դաշտ բերել է, որևէ անգամ, չէ որ ավականին նաև ունի տեղային հանրաքվե անցկացնելու հնարավորություն նիստերով, երբ որ իրենք դնում են դա քննարկման։ Ես չեմ ասում հանքը բացեն, չբացեն, բայց ավականու մակարդակով, այսինքն պետք է ժողովուրդը տեսնի, որ իր ընտրյալը, ասենք, ռեալ, գլոբալ, ծանր խնդիրներ է վերցնում իր վրա, որպեսզի տեղեկացված լինի, թե չէ, ասենք, փոքր խնդիրներով բավարարվելը, դա այսպիսի պատկերի առաջ է։ Պարոն Մեսրոպյան, անկեղծորեն, այդ հարցը քննարկվել է։ Քննարկել ենք, մեր այդ հարցը քննարկվել է իսկապես ավականու մակարդակով բարձրացվել է նմանատիպ հարց, թե այդ հարցույթերի մասին հրապարակել են, հրապարակայնությունը ինչքանով է եղել, ինչքանով է լուսաբանվել, ես չգիտեմ, չեմ կարող դրա մասին որևէ բան ասել, բայց ասեմ, դա ավականու մակարդակով այդ հարցը ուսումնասիրվել է, ոչ միայն ուսումնասիրվել, այլ հարցը բարձրացվել է եւ լավ քննարկում է տեղի ունեցել։ Համայնքում կարևոր խնդիրները ինչպես չի կարող ավականին չքննարկել։ Եթե առնչվում է համայնքին խնդիրները, դրանք պարտադիր ավականին քննարկում է եւ իր կարծիքը տալիս է։ Գյուղական համայնքներում փաստացի վիճակը մի քիչ այլ է, որովհետև ինքը փոքր համայնք է, մարդիկ ավելի կապված են իրար հետ, իրենց կենսը ավելի կառավարելի է եւ ժողովրդի լեզվով ասած նամուս թասիբ հասկացողությունը գյուղական համայնքերում դեռ լրիվ ուրիշ մակարդակի վրա։ Ես ձեզ շատ լավ եմ հասկանում, դուք ճիշտ եւ անկեղծ հարցադրում եք անում, բայց քաղաքներում մի քիչ ավելի մեծ քաղաքներում, մի քիչ ավելի ուրբանիզացված քաղաքներում, մի քիչ ավելի աղքատ քաղաքներում, ինչպիսին է ցավոք սրտի այսօր արդեն Հրազդանը։ Դրա մեղավորությունը, եթե չի կան, դա ավականին է, ոչ թե քաղաքապետը։ Ասեմ քեզ։ Չէ, խոսքի օրինակ եթե ասենք ընդդարձել, ես գտնում եմ, ուրեմն այդտեղ ավականիներ չկա։ Լավ, հիմա ես եմ ուզում, ուրեմն նախ ամենից առաջ ուզում եմ հակադարձեմ մեր պարոն Հակոբին եւ նաեւ մեր օրիորդ Արմինեին, ովքեր էին մեր Տիկին Գոհարը, Սաթենիկ Թագուհին, Սոսեն, արդյոք հայեր չէին նրանք, այդ ոնց կարողացան ժամանակին քաղաքականությամբ զբաղվել, շատ հարցեր լուծել, շատ մեծ գլոբալ խնդիրներ լուծել, այսօր մեր հայ կանայք չեն կարող արդյոք, կներեք չեմ ավարտել դեռ, կներեք, մեզանից բավականին խոշոր պետություններում այսօր կանայք առաջին դեմքեր են, ունենք այդպիսի շատ պետություններ, և երկրորդ դեմքեր կան կանայք, որոնք շատ լավ իշխանություն են վարում, շատ լավ պետություն են կառավարում, ասել, որ այդ պետություններում տղամարդ չկա, ես հասկանում եմ ձեզ, որ ազգային մենտալիտետ գոյություն ունի, ազգային չափորոշիչներ գոյություն ունեն, որ ես ինքս էլ շատ լավ հայ եմ, հայուհի եմ, ուզում եմ մնամ այդ բարձ, բայց ով ասեց, որ հայուհին չի կարող զբաղվել եւ քաղաքականությամբ, եւ տնտեսական գործերով, եւ խոհանոցում լավ խոհարարուհի լինի, եւ տանը լավ մայր լինի, եւ լավ տատիկ լինի, եւ շրջապատում լավ օրինակ ծառայի, ով ասեց, ով Երկու երնեք միտեղ չինում։ Լինում է։ Ես ասեմ, Զաբել Թաքուն, երևի գիտես, Կիլիկյայի Զաբել Թաքուն, նրա պատմության մեջ ավելի շատ ինչով մնաց, որպես ղեկավար, թե որպես գտության քույր։ Գտության քույր։ Նա գտության քույր, այսինքն առաջին բարեգործական հիվանդանոցը պատրաստեց, ինքն որպես Թաքուի լինելով գնաց գտություն արեց։ Եվ 5 անգամ բերեց զույգ տղա։ Եվ ինչ ասում Աստվածաշունչը։ Ինենք Աստվածաշունչին ասում է կինը յուրատվեք անոթ է։ Կանայք ես հարգում եմ ու գնահատում եմ թող ղեկավարեն, եթե այդ գործում տղամարդը չկա։ Ինչքան կնոջը շատ են փորձում փակել խոհանոցի պատերի մեջ, անգամ կինը շատ է ասում, իսկ միգուցե իմ տեղը նույն խոհանոցը չէ։ Եվ այսօր այո կյանքը ապացուցել է, որ կինը ուժեղ է,
եւ հիմա ոչ միայն խոհանոցում, այլ նաեւ տարբեր կառույցներում, տարբեր աշխատանքներում։ Դուք գիտեք, որ Հայաստանը ստորագրել է բոլոր խարտիաները կանանց իրավունքների, հնարավորությունների ընդդեմ բռնության, մշակվել է եւ ազգային ժողովը ընդունել է այդ ռազմավարական ծրագիրը։ Ես առնչվելով եւ պետական հիմնարկների եւ որպես հասարակական կազմակերպության անդամ կասեի այսպիսի մի բան։ Ուրեմն մի քանի հասարակական կազմակերպությունների հետ աշխատում ենք եւ արդեն 10 տարի անընդհատ ձգտում ենք կանանց տեղը բարձրացնել, տոկոսը բարձրացնել, առանձնահատուկ տեղ տալով տեղական ինքնակառավարման մարմիններին։ Որ բոլոր խորհրդատություններում, ընտրություններից առաջ հորդորում ենք, խնդրում ենք, ամաչում ենք, պահանջում ենք, հանձնարարում ենք բոլոր համայնքների ղեկավարների, ասում ենք ձեր զուրում ակտիվ կանանց, ովքեր կարողանան հարց բարձրացնել, դիրք ունեն, կարողություն ունեն ընդգրկել։ Ուրեմն մենք համագործակցելով 4 կազմակերպությունների հետ, եւ մարդկային զարգացման կենտրոն, եւ Կովկասի կենտրոն, եւ տարածքային կառավարման նախարարության հետ, եւ Բարձրագույն կանանց ասոցիացիայի հետ, բազմաթիվ սեմինարներ ենք կազմակերպել կանանց համար, բացատրենք թե կարևորությունը կանանց, հետո այն կանանց համար, ովքեր ուզում են առաջադրվել, այսինքն թիրախային, ուզում եմ ասեմ, ոչ թե հավաքվել ենք, խոսել գնացել ենք։ Հետո այն կանանց հետ, ովքեր ընտրվել են, հետո ասում ենք ոնց պետք է ընտրվեք, ոնց պետք է բյուջեն քննարկեք, ինչ հարց, բայց պարզվում է, որ տարեց տարի շատ դանդաղ է բարձրանում կանանց տոկոսը տեղական ինքնակառավարման մարմիններում։ Անցյալ ընտրությունների ժամանակ 4% կին են ընտրվել ընդհանուր թվի ավականի անդամների։ Այս ընթացքում 7.5%։ Ուղղակի ինձ թվում է, թե ոչ թե կանանց խանգարում են ասել դուք դուրս մի եկեք, մի աշխատեք ավականանալ։ Քանի որ ավականի այդ այնպես կայացած չի։ Եվ մեր հայ կինը երևի տեսնում է, որ այդտեղ անելու բան չունի, կամ պետք է գործիք լինի ինքը, ինչ որ համայնքի ավականն ասի, կամ ինքը ուղղակի պատրաստ չի պայքարել։ Ինձ թվում է ավականի անդամ դա հոգեվիճակ է, դիմորդը լինի ակտիվ, հետաքրքրասեր։ Մենք օրենքը կարդում ենք, ավականու անդամը բավականին մեծ վերահսկողություն ունի։ Ինքն է որոշում նույնիսկ ավականում ղեկավարի աշխատավարձը, հաստիկացուցակը, չափերը, հողերի օտարման հարցը եւ բազմաթիվ այսպիսի հարցեր։ Ինձ թվում է ուղղակի դա մեր հայրենից է գալի։ Ինքը չի ձգտում։ Երևի ժամանակը չի եկել։ Ես ուզում եմ խոսքը տալ մի համարձակ հայուհու Տիկին Հակոբյանին, որը իդեպ ավականու որքանով տեղեկացված եմ, ոչ 2012 թվականին նախորդ ավականու ընտրություններին նույնիսկ առաջադրել էր իր թեկնածությունը։ Այստեղ ասվեց, որ կայացել է ավականու ինստիտուտը, ես կասեի ձևովայով բովանդակության ոչ։ Կայացել է։ Ինչպես Հայաստան աշխարհում ամեն ինչը։ Մենք ունենք անթերի օրենսդրություն ձևովայով բովանդակության ոչ։ Նույնը նաև այսօր ավականում ձևով այո կայացած ով ասել չի կայացած սիրուն կազմությունները հաղթում են դնում են նստում են ոչ մի բան ոչ մի հարց ոչ մի հարցություն կանանց ներկայացվածությունը ասել ասեցին որ հենարան վաղուց արդեն հայ կինը առանց հենարան ապրում վաղուց արդեն հայ կինը հասարակության բջիջը հայ ընտանիքը հա այսօր տղամարդ հենարանի ծրկված է և հոյակապ պահում է իր ընտանիքը, հոյակապ դաստիարակություն է տալիս իր երեխաներին, առանց հենարանի և ինչ-որ սպասել, որ հենվել, եթե նա կարողանում է արտակարգ կազմակերպել իր ընտանիքի տնտեսական և այլ հարցերը, ապա ինչու չի կարող մասնակցել նաև քաղաքի այդ հարցերի կայացմանը։ Ես հիմա առաջարկում եմ դիտել մեր ազգաբնակության կարծիքը։ Տարբերություն չկա, կին կլինի թե տղամարդ։ Տարբերություն չկա, երկուսն էլ հավասար են ուժերի մեջ։ Տղամարդն ավելի ասազում։ Կանայք ինձ թվում է ավելի շատ կմտածեին միջին խավի մասին։ Դա լավ կլիներ, որ կին էլ լիներ։ Ինչի՞ չէ։ Կինը մեր հասարակության հավասար անդամն է եւ քաղաքական ընտրել միայն տղամարդուց, այսպես արում էին 15 հավականուց բոլոր 15-ը տղամարդիկ են, չէ, ես դες գիտեմ, ես գիտեի միայն մի ավականու անդամ կին, Տիկին Համեստը, թե օրիորդ Համեստը, չգիտեմ,
Բայց ցանկալի է, շատ ցանկալի է, որտեղ կինը եւ ուժը տալիս, եւ երանդը տալիս, եւ ճիշտ որոշումների ընդունման տեղի կա տալիս։ Չեմ ձեռք բերել ոչ մի գույք, ոչ մի օտարումից չեմ օգտվել, ոչ մի թիզ հողաբաժին չեմ վերցրել, թեև չեմ թաքցնում, ամեն օր քաղաքապետի մոտ մտել եմ տարբեր հարցերով եւ նաեւ չեմ թաքցնում, սա շաղակրատանք չի, քաղաքապետը ամեն մտելուց ինձ հարցրել է, քո հարցերով երբ ես գալիս, ասել եմ չէ, քանի դեռ այդ հանրությունը, որ ինձ ձայն ա տվել հարց ունի, իմ հարցերը վերջին պլանում են, բայց հասարակությունը ինձ վերադարձրեց այն, որ ես դուրս մնացի, իսկ մեր հասարակությանը, մեր իշխանությունը դարձրել է այնպիսին, այնքան է խեղճացրել, նյութապես այնքան է խեղճացրել, որ այսօր այդ պահին 1000 դրամը նրանք ավելի գերադասեցին, քան հեռանկարային իրենց շատ ռազմավարությունը, քաղաքի զարգացումը եւ այլն եւ այլն։ Ուղղակի մեր հասարակությունը այնքան է խեղճացած, որ այսօր այդ պահի ազդեցության տակ կարող է 1000 դրամով ձայն տալ, անգամ 500 դրամով են ձայն տվել։ Սա էր խնդիրը։ Ես ուզում եմ լսել պարոն Զաքարյանի կարծիքը եւս, քանի որ նա նույնպես ձեզ հետ մրցակցության դաշտում էր 2012 թվականի սեպտեմբերի։ Դա ասեմ, որ համեստի ասածը օրինաչափային իմաստով, որ ինքը ճիշտ է ասում, աշխատել է եւ բավական հետաքրքիր հարցեր առաջ բերում, առաջ դրում եւ դրանից բացի անձնական խնդիրներ չէր լուծում, ճիշտ է ասում։ Ես որտեղ երկար տարիներ աշխատել ենք իրար կողքեր այդ միասին, բավական հարցեր առաջադրված, բայց այս ընտրությունների կապակցին, ինչ վերաբերում է ընտրություններին, 12 ընտրություններին, դարձյալ համամիտ եմ մի հարցի հետ, որ ես ինքս էլ անհարմար ու ամոթ եմ զգում այն մարդկանց համար, այն մարդկանց, որոնք որ դիմում են շատ փոքրոքի մեթոդների, որով կարող են դառնալ ավականու անդամ։ Այսինքն, եթե դուք քիչ առաջ ասում եք ինչ որ գումարային տեսանկյունից կամ չգիտեմ ինչ եւ այլն, նման մարդիկ իսկապես տեղ չունենան ավականու շարքում, որովհետեւ այդ մարդիկ դրանք կամ էլ այն մարդիկ, որոնք որ ասում եք երիտասարդներ են, շատ երիտասարդներ, չափազանց երիտասարդներ են, որոնք հիմա ինքը ժողովուրդը ինքն է ընդրում։ Հաճախակի նաև չգիտեմ, չեմ կարող բացատրել, չեմ ասում, նորից եմ ասում, մեր համեստի աշխատանքը, նրա այդ հասարակական աշխատանքը ավականու հետ այդ տարիների ընթացքում ավականին արդյունավետ եղել։ Եվ հիմա այսօր պահին ես իրոք հասկանում եմ իրեն, այն պահին հասկանում եմ, այդ անդրադարձը, որ իրեն վերադարձրել են, այդպես չպետք է լիներ, որովհետև աշխատանքի մեջ չէր թերացել։ Անձամբ ես ավականու անդամ եմ առաջադրվել իմ ցանկություններով, որպեսզի ծառայեմ, ինչ որ մի բան անեմ։ Այսօր առանց այդ էլ ծանրաբեռնված աշխատում եմ, տարիներ շարունակ ծանրաբերած աշխատել եմ, շարունակում եմ ծանրաբերած աշխատել, եւ ես մտածում եմ այն, որ ես ինձ համար արել եմ, մեր հասարակության համար, ինձ համար ժողովուրդ արել է, ձայն է տվել ամեն անգամ, եւ մտածում եմ, որ իմ աշխատանքի նաեւ արդյունքն է եղել։ Այդպես եմ ես մտածում։ Գուցե այստեղ մենք հակադրում ենք, ինչ որ միտեղ հակադրում ենք, բայց ես անկեղծանում եմ այս հարցում։ Մենք այստեղ ունենք նաև ընտրված ավականու անդամ կին, Ծաղկաձոր համայնքի, ինչ կասի Թադևոսյան Արաքսյան։ Արդյոք հանդիպեց նախընտրական շրջանում կամ ընտրություններից հետո խոչընդոտների, թե անցումը շատ հեշտ էր։ Չէ, որ ինձ համար ամեն ինչ sense հարթ է անցել։ Ես նախկինում եւս առաջադրվել եմ, ելի չեմ ընտրվել։ Երկրորդ փորձն էր, նոր ընտրվել եմ։ Նախկինում հուսախաբություն չեմ ունեցել, շարունակել եմ աշխատանքը, բայց մի պարզ բան, ճիշտ է, ժողովրդից չես տանում այն ինչ որ տալիս ես, եւ պետք է չի այդքան սպասել, պետք է ուղղակի տալ։ Մեր առաքելությունը միայն իրենց համար լավ միջավայր ստեղծելն է, ժողովրդավարություն ստեղծելն է իրենց համար, բայց կասեմ, որ նախընտրական փուլերում իհարկե հանդիպել եմ խոչընդոտների, բայց դա զուտ նրա համար չէր, որ ես կին եմ եղել կամ խնդիրը դրանում եղել, բայց խնդիրը մեկ այլ հարթության մեջ էր։ Մեր, չգիտեմ, ձեր անունը չեմ հիշում, ոնց ասեցիք բարեկամ, ծանոթ, չգիտեմ ինչ, ԽՑԲ, հա, ես մեր համայնքում չունեմ բարեկամներ։ Մենք ասացիք, որ դուք արձանագրեցիք, որ ավական են ընդունում, չգիտեմ ուր են գնում։ Ես ասում եմ շատերը չգիտեն ուր են գնում եւ դեմ չեմ իմ ասածին, որտեվ ընտրվում են ուղակի մոդայից ելնելով։
տենց ասեմ։ Ոչ, ես ասում եմ, նախկինում առաջադրվեցի եւ շատ լավ կլինի, որ կարծիք հայտնելուց առաջ ավականու ինքնակենսագրությանը ծանոթանալ, հետագայում այդ հարցը չեք տա, ես դրա համար ընտրվեցի, թե ոչ։ Ուղղակի կավելացնեմ այսպիսի մի բան, չունենք մենք բարեկամներ մեր համայնքում, ունեմ շատ լավ քաղաքացիներ, որոնց համար ես մի ամբողջ 10 տարի նվիրել եմ իրենց։ Բարեգործություն եմ արել, երբևէ չեմ մտածել, որ դա, այսինքն ես առանց վճարների, առանց 1 կոպեկ բարձրացության մարդկանց 10 տարի սովորեցրել եմ այն ինչը որ մարդիկ ամեն մեկ հատից մեկ անձից վերցրել են 20,000 դրամ։ Համակարգչային գիտելիքներ եմ սովորեցրել բոլորին եւ ինձ կարող է վկայել նաեւ մեր համեստը, եթե չեմ սխալվում, մեր լսարաններից օգտվել է, ես շատ շատերից ուղակի տվել եմ այն գիտելիքը, որոնք իրենք չեն ստացել ժամանակին որևէ մեկից ասել են գումար տվեք, անցել են առաջ։ Այ հետադարձը այդպես եմ ստացել։ Ցանել եմ, հետագայում ստացել եմ։ Ես երաշտայել չենք ստացել։ Չգիտեմ, ոնց է եղել, բայց բարեկամ ասվածը միայն ազգականը չէ։ Բարեկամ ստեղծում են տարիների ընթացքում։ Ես մի փոքր անցում անեմ, այսպես վիճակագրություն բերեմ 2012 թվականի ընտրությունների հետ կապված Հրազդանի տարածաշրջանի միայն 40 ավականու տեխնացուներից 15-ը պետք է ընտրվեին, 40-ի մեջ կար ընդամենը 3 կին տեխնացու, որից 3-ն էլ այդպես էլ չընտրվեցին։ Ես ուզում եմ նախկին տեսանյութից անդրադառնամ, որ բոլորը ագրեսիվորեն ասում են, որ դժգոհ են ավականու աշխատանքից։ Ես ուզում եմ հարցնեմ այդ մարդկանց ինչու։ Դու դրանց աշխատանքը չես տեսնում։ Ինչ գիտես, նորմալ են աշխատում, թե ոչ նորմալ։ Մենք այսօր բոլորս անտեղյակ ենք, թե մեր ավականին գնում դեր իշխանությունից ապահովում, թե գրաբար հարցերը բարձրացնում, բայց վիճակի չի։ Դա իրեն հերթին լավ կներ, որ ասենք այդ ամեն ինչը լուսաբանվեր, մեզի դառնար հասանելի, տեսնենք դեռ ինչ հարցեր են քննարկում այդ մարդը։ Միգուցե այն ագրեսիվ պատասխանողների իրանց օգտին մի հատ լավ հարց դրվեք քննարկվել, բայց ինքը անտեղ է։ Ձեր հարցի պատասխանը վաղուց լուծվել է 2013 թվականի հունիսի 19-ին որոշում է կայացվել ազգաբնակչությունից, քաղաքացիներից ընդգրկել մասնակցություն ունենալ նաև ավականու որոշումներին հասարակական կարգով։ 16 տարին լրացած քաղաքացին, ցանկացած քաղաքացի կարող է օրենքի սահմանում մասնակցել իրեն հուզող հարցերից տեղյակ լինել։ Դա հարցի լուծում չի, որ մենք տեղեկացված լինենք ավականու նիստերին։ Որոշակիորեն ձեր ասածը կլինի, որոշակիորեն կլինի, բայց ոչ։ Եկեք ամփոփման տեսքով հիմա տեսնենք նաև մեր ազգաբնակիչները ընդհանրապես ինչպիսի ավականի կուզեին տեսնել, փորձառու, երիտասարդ, այնուհետև կանդրադառնանք երիտասարդներին իրենց կարծիքներին։ Երիտասարդությունը լավ բան է, երիտասարդները լավ են, բայց երբ նրանք արդեն փորձ ունեն աշխատանքի, մանավանդ քաղաքապետարանի ավականին պիտի փորձառու լինի։ Ավականին պիտի օրենքները լավ իմանա ավականու անդամը, պիտի քաղաքապետարանի որոշումներին լավ ծանոթ լինի, իմանա ինչ որոշումներ են ընդունում, որ պայմաններում, ինչի համար են ընդունում այդ որոշումները, ոչ թե ծալելու դնելու, այլ իրականացնելու որոշումները կատարելու։ Կարևորը որ խելացի լինեն, հասկանան իրենց իրավունքները, պաշտպանեն նաև մեր իրավունքները, քաղաքը ոտքի կանգնացնեն։ Միջին տարիքի 45-ից 50 տարի բան։ Ոնց ջահելն է բան, ոնց էլ արդեն բլած յովարողն է բան, 60-ից անց։ Ինձ թվում է պետք է ավականին որոշակի ունենա փորձ, պետք է ամեն դեպքում ունենա լինի փորձառու ինքը։ Օրենքներին լավ տիրապետի, յուրացնի ու բավարարի ժողովրդին։ Հիմա անդրադառնամ երիտասարդներին։ Այ երիտասարդների շատերը հենց ընտրությունների ընթացքում դրել էին իրենց տեխնացիոնը, առաջադրվել էին։ Ինչ կասեն մեր երիտասարդները, որքանով է ավականու անդամ լինելը գրավիչ։ Կարծում եմ երիտասարդի դեպքում այնքանով է կարևոր, որ ավելի եռանդուն է, հա, երիտասարդը ջիղը, աշխատանքային ջիղի դրսևորումը ավելի, հա, այսպես իսկ տարեցունի կենսափորձ, որը պակաս կարևոր չէ։ Ես այս հարցը նույնացնում եմ գրեթե նույն հարցի հետ կանանց
երիտասարդների նշանակությունը բանի բալանսի իմաստով եմ ասում, որ որքան որ կարևոր է որ կանայքներ գրաված լինեն կառավարման համակարգում, այդքան նաև կարևորում եմ երիտասարդների մասնակցությունը պետական կառավարման համակարգի մեջ, որովհետև վերջին հաշվով հա փորձառությունը լավ բան է եւ փորձառու ղեկավարը շատ լավ բան է, բայց այդ փորձը երկնքից չի ընկնում մարդու վրա։ Երիտասարդը պետք է ինչ-որ ձևով հնարավորություն ստանա, խոսքը մատնանշում եմ, այո, խոսքը որակյալ բոլոր դեպքերում խոսում ենք որակյալ երիտասարդության, որակյալ ավականու, որակյալ հասակավորների մասին, էլի, անորակին թողնենք մի կողմ։ Որակյալի կողքը լինի, որ իրանք փորձ ձեռք բերեն եւ շարունակեն վաղը արժանի փոխարինող լինի, հերթափոխ ունենանք։ Երիտասարդը միշտ ցանկանում է գրավիչ Երևան։ Դա այդպես է, ոչինչ անել հնարավոր չէ։ Իսկ երբ ընտրվում է, նրա մեջ առաջանում է պատասխանատվություն, նրա մեջ առաջանում է մեծություն, նրա մեջ առաջանում է ճիշտ տեսնելու հնարավորություն։ Ես գտնում եմ, որ երիտասարդների մասնակցությունը ընտրվելու ավագանի ընտրվելու պարտադիր է, որովհետև կյանքը միապաղաղ չի ընթանում, կյանքը էստաֆետ է, պետք է փոխանցվի։ Կին կլինի թե տղամարդ, երիտասարդ ավագանի, թե ավելի տարեց, եթե հասարակության այս մի մասնիկը, անձը, անհատը, կիրթը, գրագետ, ունի կամային որակներ եւ աշխատասերը, նա կարող է այս երեք որակական հատկանիշները որպես սուրբ երրորդություն կիրառել եւ նրան հաստատ կընդունեն։ Շնորհակալություն։ Թույլ տվեք հենց այս նոտաների հիման վրա էլ փակենք, ավարտենք հաղորդումը, ինձ նույնպես մնում է ավելացնել կին թե տղամարդ, քաղաքականության մեջ թե կյանքում, եթե ձգտում ես հասիր նպատակիդ։ Իսկ Մարիության մենաշնորհը ստացած կինը կարծում եմ ամենազորն է բոլոր բնագավառներում, միայն թե տղամարդու կողմից լինի լուրջ վերաբերմունքը եւ օգնելու ցանկությունը։ Բարին ընդ ձեզ։